Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում բազմաբնակարան շենքի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է 4 մարդ, այդ թվում 3 տարեկան երեխա։ Տեղական օպերատիվ շտաբի տվյալներով բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Պայթյունից հետո շենքում հրդեհ է բռնկվել մի քանի պատշգամբներում, սակայն հրշեջներին հաջողվել է մարել կրակը։ Վնասվել են նաև շենքի ճակատային հատվածն ու ապակե պատումը։ Կիևի Դարնիցկի շրջանում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, որոնցից 3-ը երեխաներ են։ Ուկրաինական կողմի տվյալներով Ռուսաստանն անցած գիշեր երկրի ուղղությամբ արձակել է 56 հրթիռ և 675 անօդաչու թռչող-սարք, իսկ հիմնական թիրախը եղել է մայրաքաղաքը։ Դարնիցկի շրջանում հարվածներից փլուզվել է 9 հարկանի բնակելի շենքի մուտքը, վիրավորվել է 48 մարդ, հարյուրավոր բնակիչներ մնացել են անօթևան։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և Ուկրաինային տրամադրել հակաբալիստիկ պաշտպանական միջոցներ։ Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների փոխանակում 205-ը 205-ի դիմաց ձևաչափով։ Ռուսական կողմի տվյալներով ազատ արձակված զինծառայողները տեղափոխվել են Բելարուս, իսկ փոխանակումը կազմակերպվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ Ավելի վաղ կողմերը հայտարարել էին ավելի խոշոր 1000-ի դիմաց փոխանակման ծրագրի մասին, սակայն այդ գործընթացը չէր կայացել կողմերի փոխադարձ մեղադրանքների պատճառով։ Ուկրաինայի բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը փոխանակման միջոց է ընտրել Կիևի արվարձաններում իրականացված շինարարական նախագծի հետ կապված փողերի լվացման գործով ևս 4 կասկածյալի նկատմամբ։ Գործը վերաբերում է դինաստիա նախագծի շրջանակում մոտ 14 միլիոն դոլարի օրինականացմանը։ Ուկրաինական կոռուպցիային հակազդելու կենտրոն կազմակերպության տվյալներով մեղադրյալների թվում են բնակարանային կոոպերատիվի տնօրենը, ստվերային հաշվապահության հետ կապված կառավարիչը և 2 հիմնադիրներ։ Հաղորդվում է նաև, որ այս գործով անցնում Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը։ Դատարանը կասկածյալների համար սահմանել է գրավ, որը պետք է վճարվի 5 օրվա ընթացքում։